Ռոբերտ Քոչարյան, Վլադիմիր Պուտին, ռուսական լրատվամիջոցներ, ով եւ ինչպես է վերադարձնում Արցախի հարցը քաղաքական, միջազգային եւ լրատվական օրակարգ։ Հարգելի հեռուստադիտողներ, նկատել եք, չէ՞, որ վերջին մի քանի օրերի ընթացքում, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը կրկին դարձել է օրակարգային։ Մենք կրկին քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերվում են Արցախի հանրապետությանը, Արցախահայությանը եւ հայկական պետականությանը Արցախի հետ միասին։ Եկեք հիմա այսպես ժամանակագրորեն հասկանանք ինչպես դա ստացվեց, ինչով է դա պայմանավորված եւ ինչի այս ամենը կարող է բերել հայկական պետականության տեսանկյունից ու ընդհանրապես եկեք նաեւ այս հարցին պատասխանենք։ Մեզ ինչի համար է անհրաժեշտ լինելով Հայաստանում, ապրելով Հայաստանում, խոսել Արցախի հանրապետության մասին, Արցախի խնդրի մասին, Արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան Դաշնքի կողմից ներկայացվեց որպես վարչապետի թեկնածու, նախագահ Քոչարյանը ելույթ ունեցավ եւ մի շարք շեշտադրումներ արեց, նա նշեց հետեւյալը, որ այն մարդիկ, որոնք պատասխանատու են Արցախի հանրապետության հանձնման համար, իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այլ կարծիք այս ամենի վերաբերյալ չի կարող նույնիսկ լինել։ Հետագայում արդեն ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը նաև նշում էր հետևյալը, որ շատ բարդ է լինելու, բայց արցախցիների Արցախ վերադարձի վերաբերյալ հարցը մենք պետք է պահենք օրակարգում, դա օրակարգային հարց պետք է լինի, որպեսզի հետագայում մենք կարողանանք այս հարցը լուծել։ Ինչ տեղ ունեցավ դրանից հետո։ Դրանից հետո գալիս է ապրիլի 1-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Նիկոլ Փաշինյանին, իրենք քննարկում են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են երկկողմ հարաբերություններին եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է նաև Արցախի մասին, Արցախի խնդրի մասին, իր ձևակերպամբ Ղարաբաղի մասին եւ նշում է հետեւյալը, որ Ղարաբաղի հարցը շարունակում է նուրբ եւ զգայուն հարց մնալ ներհայաստանյան օրակարգում։ Դա այն իրավիճակում, երբ որ ադրբեջանական կողմը, երբ որ Նիկոլ Փաշինյանը փորձում են համոզել բոլորին, նաև Կրեմլում էլ էր դա փորձում անել Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի հարցը փակված է, Արցախյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը հայկական կողմը չպետք է շարունակի։ Ինչ է տեղի ունենում դրանից հետո մի շարք ռուսական, նաև պետական լրատվամիջոցներ անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպմանը, ընդհանրապես հայ-ռուսական փոխհարաբերություններին եւ առանձին կետով անդրադառնում են Արցախին 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես Նիկոլ Փաշինյանը Արցախը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի մաս, այն իրավիճակում, երբ որ 120,000 հայ ապրում էր Արցախում, հասկանաք, հարգելի հեռուստադիտողներ, Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին 120,000 հայի հետ մեկտեղ։ Այս ամեն ինչը ռուսական լրատվամիջոցները քննարկում են, իսկ սրանից առաջ կար եւս մի կարևոր նախաձեռնություն, որը Հայաստանում էր տեղի ունենում, ռուսական ANO Եվրազիա կազմակերպությունը հումանիտար աջակցություն էր տրամադրում Արցախահայությանը, Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, բնակավայրերում ապրող Արցախահայությանը։ Սա եւս յուրօրինակ ակցիա է, որը բացի նրանից, որ տրամաբանականը նպատակ ունի թեթևացնելու Արցախահայերի հոգսերը, նաև որոշակի առումով պահպանում է այն սոցիալական կապերը, որոնք կային Արցախահայության միջև, որոնք Արցախահայերի միջև, ովքեր ապրում էին Արցախում, իսկ հիմա եկել են եւ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, այսինքն իրենք էթնիկ զտման են ենթարկվել։ Մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն մի քանի սուբյեկտ կա, Ռոբերտ Քոչարյանը, Վլադիմիր Պուտինը, ռուսական լրատվամիջոցները, ռուսական պետական կազմակերպությունները, որոնք չեն փակում Արցախի էջը, որը փորձում է փակել Ադրբեջանը, Թուրքիան, Նիկոլ Փաշինյանը, իրենք փորձում են զենքի ուժով ձևավորված այս անարդարությունը փակել, բայց մենք տեսնում ենք, որ կան այլ սուբյեկտներ, որոնք եկեք այսպես ձևակերպենք, սրան միացնենք նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, առնվազն դեմ չեն Արցախահայերի վերադարձին Արցախի Հանրապետություն։ Լավ, իսկ հիմա եկեք քննարկենք հետևյալ հարցը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է օրակարգում պահել Արցախի հարցը, լավ, Արցախահայերի վերադարձի հարցը պատմական հայրենիք,
Քանի կար Արցախը, քանի Արցախում ապրում էին հայեր, մենք այնտեղ ունենք փաստացի դե ֆակտո գործող պետականություն, Ադրբեջանի բոլոր ռեսուրսները, որքան է սա ցինիկ ձևակերպում է, բայց ամեն դեպքում սա մենք պետք է ասենք, Արցախի դեմ էին ուղղված Ադրբեջանի բոլոր ռեսուրսները, ֆինանսական, ռազմական, մարդկային, դիվանագիտական եւ այլն եւ այդպես շարունակ, քանի կար Արցախը, Ադրբեջանը չուներ ռեսուրս Հայաստանով զբաղվելու, իրենք չունեին հավելյալ ռեսուրսներ, թե քաղաքական, թե ֆինանսական, թե այլ տիպի ռեսուրսներ, արևմտյան Ադրբեջան նախագիծը առաջ տանելու համար, հետևաբար մենք այստեղ պետք է արձանագրենք հետևյալը, որ եթե դու զբաղվում ես Արցախով, եթե դու Արցախի հարցը օրակարգում ես պահում, եթե դու արցախահայերի վերադարձի հարցը պահում ես օրակարգում, դու հնարավորություն ես տալիս Հայաստանի Հանրապետությանը համար ապրել մի իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով չի զբաղվում նրանով, որ օրինակ ֆինանսավորում է արևմտյան Ադրբեջան նախագիծը, հետևաբար ամփոփելով նաև մենք սա պետք է արձանագրենք ինքներս մեզ համար այս պահի դրությամբ առնվազն Արցախահայության վերադարձի իրավունքը, երբ որ մենք քննարկում ենք կամ խոսում ենք այն մասին, որ դա պետք է պահել օրակարգում, մենք զբաղված ենք ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու ձգտումով, այսինքն ոչ միայն սրանով է պայմանավորված, ոչ այդքան պատմական արդարությունը վերականգնելու մղումներով է այս ամեն ինչը պայմանավորված, այլ նրանով, որ մարդիկ Հայաստանում կարողանան հանգիստ ապրեն, արարեն, որ Ադրբեջանը չունենա հավելյալ ազատ դիվանագիտական մարդկային, ֆինանսական, ռազմական ռեսուրսներ Հայաստանի դեմ ծրագիր իրականացնելու, արևմտյան Ադրբեջան նախագիծը իրականացնելու, հետևաբար, եթե դու բարձրացնում ես այդ հարցը, եթե դու բարձրացնում ես այն հարցը, որ Արցախը նույնիսկ Խորհրդային Միության շրջանում հատուկ կարգավիճակ է ունեցել Ադրբեջանի կազմում, դու խոսում ես նրա մասին, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը զարգանալու շանս ունենալ առանց ադրբեջանական կողմի ուղիղ փաստացի հարձակումների եւ փորձերի վերածել մեր երկիրը արևմտյան Ադրբեջանի, մտածեք այդ մասին։